շտապ օգնություն կանչեցինք, իհարկե հեռու Իրանից հիմա ողջ է, ասացին, որ հոգին է տալիս, թողենք ստեղ տա։ Ես շտապ օգնությունը խնդրեցի գոնե սրահից դուրս անենք, շտապ օգնության մեքենա կամ տեղափոխեք հիվանդանոց, ասես չէ, պետք է թողենք հանգիստ հոգին տա։ Այսքան տարիների ընթացքում եղած ամենալուրջ կոնֆլիկտը արդյոք եղել է թե չէ, եւ եթե եղել է, ինչի վերաբերյալ եղել կոնֆլիկտը։ Կոնֆլիկտ հիմնականում, քանի որ փորձում ենք ամբողջ ծրագիրը նայած անել, ամբողջ երկրորդ թեթև լինի, հիմնականում չի լինում, ավելի շատ տենց լինում են լավ ու ոչ տենց լավ դեպքեր, ոչ լավ ասելով դեպք եղավ, որ հարսնացուի պապիկը կարծես թե միջոցառման ընթացքում ընկավ կոմայի մեջ, չնայած որ վերջում վերակենդանացավ միջոցառման վերջում։ Եվ մի փոքր մանրամասնի շատ յուրահատուկ դեպք է ոնց որ մեզ ասացին, որ ժամը 8-ի կողմերն էր հարսնացուի պապիկը շատ վատ է, շտապ օգնություն կանչեցինք, իհարկե հեռու Իրանից հիմա ողջ է, ասացին, որ հոգին է տալիս, թողենք ստեղ տա։ Ես շտապ օգնությունը խնդրեցի գոնե սրահից դուրս անենք, շտապ օգնության մեքենա կամ տեղափոխեք հիվանդանոց, ասես չէ, պետք է թողենք հանգիստ հոգին տա։ Դե միջոցառման վիճակը շատ վատ է, հյուրերը խառն են, դուրս եմ գալիս, ասում են, որ սիրելի հյուրեր, ամեն ինչ նորմալ է, պապիկի հետ նորմալ է, որովհետև արդեն գլխով արեցին, որ վերջ, պապիկը էլ չկա։ Մեր ընդհանուր ծանոթներից, ընդհանուր ընկերներից, մեր DJ ընկերներից խնդրեցի, որ ամենաակտիվ ծրագիրը միանգամից սկսի, որ չկորցնենք միջոցառումը։ Ժողովուրդը հետ գար միջոցառումը։ Որովհետև եւ մեր սիրելի DJ-ն էլ շատ ծանր ակումբային սկսեց, մի 15 րոպե հետո այդ սրահի դուռը, որտեղ որ պապիկն էր գտնվում, այդ սենյակի դուռը բացվեց, պապիկը դուրս եկավ ու գորգռալով սենց ինչ-որ զգում ենք, ինչ-որ բան է ասում։ Մի խոսքով վերակենդանացավ, անցավ մի քանի ժամ, պապիկին վերջում մեկի թևը ընկած sense տանում են պապիկին, միջոցառման միջև ավարտ մնաց, մեկ էլ պապիկը ասում է թարս նայում է ինձ ավելի շուտ, ասում եմ վախացրեցիր մեզ, ասում է չեք թողում մարդ հագիստ մեռնի։ Արդյունքում պապիկը տենց սասունցի պապիկ էր ու իրան այդ DJ-ի երգերը դուրը չէին եկել, ասում անես երգեր եք դնում, չեք թողում մարդ հանգիստ մեռնի։ Աշխարհից հետ բերեցիք DJ-ով։ Երբեմն օգնում է։